Ալիևն այն համոզմունքն ունի, որ իդեմս Բաքվի Հայաստան առևտրային լավ գործընկերոջ է գտել։ Այս առիթով նա նաև Եվրոպական միությունից է դափնիների արժանացել, Ադրբեջանից Հայաստան շարունակում են մատակարարվել դիզվառելիքի եւ այլ ապրանքատեսակների նոր խմբականակներ։ Մինչդեռ Հայաստանից հետ Բաքու վերադարձող վագոնները դեռևս դատարկ են ճանապարհ ընկնում։ Թեև տարեսկզբին Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր էին փոխանակել, որոնք կարող էին հետաքրքրել միմյանց շուկաներին, ադրբեջանական կողմից մինչև օրս հայկական եւ ոչ մի արտադրանքի պատվեր չի գրանցվել։ Մասնագետների գնահատմամբ ստեղծված իրավիճակը պայմանավորված է ոչ միայն տնտեսական գործոններով, այլ նաև քաղաքական նկատառումներով։ Ադրբեջանի իշխող նախագահ Ալիևը մտածում է, որ հայկական ապրանքներ ներմուծելու պարագայում կարող է երկրի ներսում սուր քննադատության արժանանալ եւ այսպես ասած չակերտավոր հայրենասիրել իրեն ձևացնում, մտածելով, որ դա կդիտվի, որ հայրենասեր նախագահը թույլ չի տալի թշնամու երկրից ապրանքներ ներկրել կամ թշնամու երկրին տնտեսական օգուտ տալ։ Ամիսներ առաջ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարում էր, որ ադրբեջանական կողմը հետաքրքրված է եղել հայկական փայլատիթեղով։ Նրա խոսքով գործարարների միջև բանակցություններ են ընթացել, սակայն գործընթացն ինչ-որ փուլում դադարել էր։ Այսուհանդերձ, մինչև այս պահն իրավիճակը չի փոխվել, չնայած հայ տնտեսվարողները Բաքվից միլիոնավոր դոլարների գնումներ են կատարել, ադրբեջանական պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանից այդ շուկա փաստացի գրեթե ոչինչ չի արտահանվել։ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալներով հայկական ծագմամբ ներմուծման ընդհանուր արժեքը կազմել է ընդամենը $960։ Ընդ որում խոսքը Երևանից ուղիղ առաքման մասին չէ։ Հայաստանի տարածքով Նիդերլանդներից Ադրբեջան վարդեր են ներմուծել։ Կոնկրետ հայտ եղել է եւ կոնկրետ հետաքրքրություն է եղել փայլատիթեղի նկատմամբ եւ կոնկրետ կոդի փայլատիթեղի համար ադրբեջանական կողմը խնդրել է կոնկրետ գին եւ մեր արտադրողը տվել է, այսինքն ամենաերկար բանակցությունը, որ գնացել է, այսինքն ցանկերը փոխանակվելուց հետո դա եղել է, որ այսինչ հաստության փայլատիթեղը մեզ հետաքրքրում է։ Էկոնոմիկայի նախարարի նշած ցանկում ներառված են եղել այն ապրանքները, որոնց արտահանման հնարավորությունը Հայաստանը դիտարկել է։ Այդ թվում եղել են փայլատիթեղը, ալյումինը, ֆերոմոլիբդենը, մրգերն ու բանջարեղենը, որոշ տեսակներ ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաև տեքստիլ արտադրանք։ Ինքը պատրաստ է թույլ տա, որ հայ գործարարները գան Ադրբեջանից ինչ-որ ապրանք գնեն եւ Հայաստանում վաճառեն, բայց իրենք շահագրգռված չեն, որ հայկական ապրանքը գնա ադրբեջանական շուկա։ Իսկ հայ գործարարները, որոնք Ադրբեջանի հետ տնտեսապես կապված կլինեն, Բաքվի համար սա ուղիղ հնարավորություն է մտնել Հայաստանի քաղաքական նաև դաշտ, որովհետև այդ գործարարները իրենք լինելու են Ադրբեջանի շահերի լոբինգ իրականացնող եւս մեկ գործիք։ Հայաստանը շարունակում է Ադրբեջանից ապրանքներ ներմուծել եւ ընդունել նաեւ այն բեռները, որոնք պարզապես տարանցվում են այդ երկրի տարածքով։ Սա ըստ պաշտոնական Երևանի խաղաղության օրակարգի գործնական արդյունքներից մեկն է։ Սակայն փորձագիտական շրջանակում այս գնահատականը միանշանակ չի ընդունվում։ Մասնագետները նշում են, որ փոխադարձության բացակայության պայմաններում, երբ Հայաստանից որևէ ապրանք այդպես էլ չի արտահանվում ադրբեջանական շուկա, դժվար է խոսել իրական առաջընթացի մասին։ Փորձագետ վերլուծաբանները հարցնում են, արդյոք խաղաղության գործընթացը կարող է արդյունավետ լինել, եթե այն գործնականում դրսևորվում է միայն մեկ ուղղությամբ։ Առավոտյան 9-ից երեկոյան 6-ը աշխատավայրում, երեկոյան 7-ից մինչև ուշ գիշեր տանը։ Սա հայաստանյան 30-ից 35 տարեկան աշխատող կանանց մեծ մասի առօրյան է։ Իրականում նրանք աշխատում են 2 դրույքով, բայց վճարվում են միայն առաջինի համար, ով է տանը կատարում ամենածանր ու չվճարվող աշխատանքը։ ՄԱԿ-ի պատվերով իրականացված հետազոտությունը փաստում է, հայաստանյան ընտանիքներում կանայք տղամարդկանցից 4-ից 5 անգամ ավելի շատ են աշխատում։ Տղամարդկանց մոտ նույն ցուցանիշները շատ ավելի փոքր են, 3-6 ժամ շաբաթական։ Այս խոսում են տղամարդիկ ամբողջ իրանց կյանքի ընթացքում, 0 օրվանից մինչև կյանքի վերջ։ Ծախսում են միջինում 3-6 ժամ շաբաթական տան խնամքի վրա եւ 2-2 ժամ շաբաթական խնամք որպես այդպիսի։ Ինչպես ուսումնասիրությունները ցույց են տալիս, կանանց դեպքում չվճարվող աշխատանքի պիկը 30-ից 35 տարեկանում է։ Չվճարվող աշխատանքն իր մեջ ներառում է ընտանիքի երեխաների, մեծահասակների խնամքը, կենցաղային գործերը։ 30-ից 35 տարեկան հասակում կանայք այս չվճարվող աշխատանքին շաբաթական տրամադրում են մինչև 47-ից 49 ժամ։ Թվերը պարզ
պարզ ցույց են տալիս։ Կանայք իրենց արած աշխատանքի 78%-ի համար չեն վճարվում։ Փաստացի նրանք վճարվում են ընդհանուր ջանքերի միայն 22%-ի դեպքում։ Տղամարդկանց մոտ պատկերը հակառակն է։ Նրանց աշխատանքի 89%-ը վճարվող է։ Ինչ կստացվեր, եթե կանայք այդ ժամանակը, որը իրանք ծախսում են չվճարվող աշխատանքի դիմաց, իրանք փոխարինեին վճարելի աշխատանքով իրենց տարիքին եւ իրենց հմտություններին համապատասխան։ Այստեղ տարբերությունը շատ ավելի մեծ է ստացվում, որովհետեւ ստացվում է, որ մոտավորապես չվճարվող աշխատանքը 2.1 անգամ ավելի մեծ է ստացվում, քան իրենց աշխատանքը մեկ անձի հաշվարկով, իսկ տղամարդկանց մոտ դա միայն 32% է կազմում։ Այս կերծանրաբեռնվածությունը կանանց դնում է բարդ ընտրության առաջ՝ կարիերա թե ընտանիք։ Երբ ընտրությունը դառնում է կամ, տուժում է ամբողջ երկրի ժողովրդագրությունը։ Մենք չենք ուզում, որպեսզի ցանկացած մարդ այս ընտրության առաջ կանգնի։ Մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որպեսզի այդ կամը փոխարինվի եւ, այսինքն կինը, տղամարդը, ընտանիքը հնարավորություն ունենան եւ իրենց կարիերայում անել այն ինչ որ կարող են, այն ինչ որ ցանկանում են, ունենալ ֆորմալ զբաղվածություն եւ նաեւ կարողանան ժամանակ հատկացնել իրենց ընտանիքին։ Լուծումը կանանց տանը փակելը կամ տանն արած աշխատանքի համար աշխատավարձ վճարելը չէ։ Մասնագետներն առաջարկում են զարգացնել խնամքի կենտրոններն ու մանկապարտեզները, իսկ պետության կողմից ընտանիքին հատկացրած ժամանակը ճանաչել որպես աշխատանք, որպեսզի կանայք կենսաթոշակային տարիքում հայտնվեն հավասար պայմաններում։ Հայաստանում բազմաթիվ կանայք բարձրագույն կրթություն ունեն եւ տնտեսության մեջ կարող են ստեղծել մեծ ավելացված արժեք, որպեսզի երկիրը չկորցնի այդ պոտենցիալը, իսկ կանայք չապրեն մշտական սթրեսի ու հոգնածության մեջ, անհրաժեշտ են ընտանիքամետ աշխատավայրեր եւ աջակցող ինստիտուտներ։ Գնահատված կինը ուժեղ տնտեսության ու առողջ ընտանիքի գրավականն է։ Վերջին տարիներին տնտեսական շարժին վերաբերող վիճակագրական տվյալներից մեկի շնորհիվ պարբերաբար ֆիքսում ենք, որ աշխատատեղերի ստեղծման ոլորտում մենք պարբերաբար հաջողություններ ենք ունենում։ Սկզբնական շրջանում սա բացատրվում էր այն հանգամանքով, որ գործատուները սկսել են գրանցել այն աշխատողներին, որոնք ժամանակին հարկային համակարգում ընդգրկված չէին։ Կոպիտ ասած, աշխատատեղերը չեն ավելացել, ուղղակի եղածներին են սկսել գրանցել։ Հոկտեմբեր ամսվա տվյալներով Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ է արձանագրվել եւ 2025 թվականի հոկտեմբերին ունենք արդեն 810,074 աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատ 5000 ավելի քան 5000-ով ավել է կամ շուրջ 5000-ով ավել է։ Սրան զուգահեռ ըստ վիճակագրության սկսեց աճել նաև աշխատավարձային ֆոնդը եւ երկրում միջին աշխատավարձը։ Իհարկե բնակչության ստվարզանգվածը այդ աճը իր մաշկի վրա չի զգում, քանի որ եկամուտները հիմնականում ավելանում են բանկային եւ բարձր տեխնոլոգիական ոլորտներում, որտեղ աշխատում է բնակչության շատ փոքր մասը միայն։ Այսինքն 10-ից 1-ը ստանում է չափազանց բարձր աշխատավարձ եւ այդ հանգամանքը ազդում է ընդհանուր վիճակագրության վրա։ Ստացվում է, որ 10-ի միջին աշխատավարձը բավականին բարձր է։ Աշխատավարձի ֆոնդը, ընդհանուր համախառն աշխատավարձի ֆոնդը ավելացել է 149 միլիարդ դրամով եւ միջին աշխատավարձը, որը կազմել է հոկտեմբերին 313,000, ավելացել է 135,000 դրամով։ Եվ ահա օրերս հրապարակվեց, որ 2026 թվականի հունիսին Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը հասել է 829,748-ի։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով սա նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 33,275-ով կամ 4.2%-ով ավելի է։ Աճ է գրանցվել նաև ամսական կտրվածքով։ Մայիսի համեմատ աշխատատեղերի թիվն ավելացել է 6164-ով։ Ցուցանիշը հաշվարկվել է հարկ վճարողների կողմից ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի հաշվարկների հիման վրա եւ շարունակվում է արտացոլել զբաղվածության դրական դինամիկան Հայաստանում։ Օրինակ, եթե նայում ենք, ասենք 25 թվականի հնան, որ 7.2%-ով չէ, կարծեմ ավարտվեց։ Մոտարապես 2 միլիարդ դոլարի չափ էր համախառն ներքին արդյունքը ավելացավ։ Հիմա եթե նայենք, որ մի հոգու արտադրողականությունը
Այսինքն ինչքան ինքը հնա է ստեղծում։ $20,000 շուրջ է տարեկան։ Եթե $20,000 հաշվենք, պետք է 100,000 աշխատատեղ ավելանար։ Ենթադրվում է, որ աշխատատեղերի աճին անուղղակիորեն նպաստել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, որի հնարավորություններից օգտվելու համար շատ աշխատողներ, որոնք մինչ այս ինչ-ինչ պատճառներով պաշտոնապես չէին գրանցել իրենց կարգավիճակը, փոխել են դա եւ գրանցվել են հարկային համակարգում։ Սա վերաբերում է նաեւ օրինակ տաքսու վարորդներին, ում եւս հնարավորություն տրվեց ընդգրկվել համակարգում։ Դուք ինչա կարծում եք պետական ապարատում չեն ավելանում, անդադ ավելանում են աշխատողները։ Պետական ապարատում կրճատում չկա, ինչքան էլ օպտիմիզացիա ասեցին, չի, պետական մարմինները ավելանում են, դատախազությունը ավելանում են, ոստիկանությունը շատ են ավելանում։ Մյուս կողմից դեպի Ռուսաստան արտահանումների դադարեցումը ըստ մասնագիտական գնահատականների առաջիկայում ազդելու է աշխատաշուկային վերաբերող վիճակագրության վրա։ Մեծ թվով ֆերմերային տնտեսություններ եւ ջերմատներ հայտնվել են փակվելու վտանգի առաջ։ Բացի սա, անգործության են մատնվել մի շարք գործարաններ եւս, ինչը նույնպես բացասաբար է ազդելու աշխատողների ընդհանուր վիճակագրության վրա։ Ամռանը փոշին անձրևին ցեխ այս ճանապարհից անպակաս են, իսկ ճանապարհը տանում է Արայի ամառանոցներ։ Ամեն օր հարյուրավոր բնակիչներ են անցնում այստեղով տասնյակ տարիներ է, որ ասֆալտ չի եղել։ Կխնդրենք կառավարությանը, որպեսզի նաև այս ճանապարհը հիմնանորոգեն կամ թեկուզ ասֆալտապատեն։ Այս ճանապարհը անցած տարի ահավոր մարդաբոյ փոսերն այնքան շատ են, էլ ասելու չի, եւ միայն այդ փոսերը մասամբ վերացրեց ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը։ Բոլոր մեքենաներն են մեծ դժվարությամբ երթևեկում, իսկ շտապօգնության ու հրշեջ մեքենաները մինչև հասնում են դեպքի վայր հսկայական ժամանակ է անցնում։ Վստահ են մարդիկ, 5 կիլոմետրանոց ճանապարհն ասֆալտելուց հետո անցուդարձն ավելի ինտենսիվ կդառնա։ Երբ են այս ճանապարհը գոնե ասֆալտապատելու, այ ժողովուրդ ջան։ Փրկվեք էս։ Տեղացիները կառավարության ուշադրությունն են հրավիրում, ուզում են, որ ճանապարհաշինական աշխատանքներն ի վերջո իրենց մոտ էլ հասնեն։ Շարժը ինչքան շատ է, որպեսզի այս ճանապարհը, որը մոտ 5 կիլոմետրանոց ճանապարհ է, հիմնանորոգվի, ասֆալտապատվի, քանի որ ըստ բնակիչների սովետական տարիներից այս կողմ այստեղ ճանապարհները անգամ փոսալցում չի կատարվել։ Անմխիթար վիճակ է նաև Օհանավանից դեպի Հովհանավան տանող ճանապարհին։ Դեռ մայիսին այսօր լրատվական ու Շամշանքոմը բարձրաձայնել էին խնդրի մասին, քանի որ հաճախ է այն վթարների պատճառ դառնում։ Ճանապարհը չէ։ Ինչքան կլինի դեղից միջև դե երկարությունը։ 500 մետր։ Այդ դրա ասֆալտ անելն ինչ է, մի հատ փռշտան կանեն։ Ավտոասֆալտը էլ է մնա։ Հրապարակումից հետո աշտարակի քաղաքապետը խոստացել էր 1-2 օրվա ընթացքում հարցը ժամանակավոր կարգավորել, որից հետո տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը ամբողջությամբ կվերանորոգի այն։ Սակայն ամիսներ են անցել, ճանապարհը նույն վիճակում է։ Ոչ մի աշխատանք չի կատարվում։ Ստացվում է աշտարակի քաղաքապետը իրականությունից կտրված է։ Այն որ աշտարակում լավ գործեր եք անում, դա անընդհատ նշել ենք, անընդհատ բարձրաձայնել ենք, բայց այս ճանապարհը ոչ միայն տեղացիների, այլ նաև զբոսաշրջիկների համար դա բալիս ժողովրդյան դարձել է պատուհաս։ Քաղաքացիներն էլ ի վերջո աշխատանքները սկսելու կոչ են անում, գործնական քայլեր են ուզում։ Հակասանիտարական վիճակ է մայրաքաղաքի կենտրոնում, Նորագյուղ թաղամասի փողոցներից մեկում դիտահոր է խցանվել։ Կեղտաջրերն ամբողջ փողոցն էին ողողել, նաև նկուղներ են լցվում, իսկ ճանապարհը անանցանելի էր դարձել։ Ընդ ոնց է մեթում, լավ։ Էս հոտին աճեցված ծիրանը կուտվի բա։ Թափում ենք, չէ՞։ Թափում ենք։ Հիսո։ Ֆուֆ։ Ամեն ամիս է այս վիճակը, ասում են բնակիչները, հավելում, որ խնդիրը տարիների պատմություն ունի։ Հատկապես այս եղանակին հոտն ու պատկերը անտանելի ու անհանգստացնող է։ Բա վիոլա ջու չեք ասե։
Ասում եմ գործ չի։ Հիմա այստեղ պիտի լինեք հարգելի պատասխանատուներ, տվյալ դեպքում Երևանի քաղաքապետարան, կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ Վիոլա Ջուր, որ այս հոտը զգաք ու տեսնեք, թե բնակիչները ինչու են զայրացած, ինչու են վրդովված։ Մի քանի օր անընդմեջ Վիոլա Ջուր ընկերությանն են դիմել նաև Երևանի քաղաքապետարան ու կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ։ Այդպես էլ խնդրի իրական հասցեատիրոջը չեն գտնում։ Մեկը մյուսի վրա են գցում։ Հույսերը կտրած քաղաքացիները ՀՑԿՀ նախագահին ու ջրային պետական կոմիտեի ղեկավարին են դիմում համաճարակը կանխելու համար։